Հայ և չինացի բժիշկները մեր երկրում իրականացնում են նյարդավիրաբուժական բարդ միջամտություն՝ սելեկտիվ դորզալ ռիզոտոմիա։ Այս վիրահատությունը կարող է նվազեցնել ուղեղային կաթվածով երեխայի մկանային կարկամությունը, բարելավել շարժունակությունը։ Հենց հիմա մենք բացել ենք ողնուղեղային խողովակը, դուք կարող եք տեսնել այս շատ փոքրիկ նյարդերը։ Յուրաքանչյուր նյարդ պատասխանատու է տարբեր մկանային խմբերի լարվածության համար, ոտքերի, միզապարկի։ Մեր խնդիրն է գտնել հենց այն մեկը, որը գործում է խանգարումով։ Աշխատում ենք թուլացնել մկանային տոնուսը և բարելավել շարժողական ֆունկցիաները։ Այս հարցում նրանց օգնում է էլեկտրաֆիզիոլոգիական մոնիթորինգը։ Շանհայի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ նման վիրահատություններ Չինաստանում արդեն կատարվել են, իսկ Հայաստանում առաջինն է։ Այս վիրահատությունները տարբեր երկրներում կատարվում են, բայց արդյունավետությունը շատ բարձր է, հատկապես Շանհայի մանկական հիվանդանոցում և պրոֆեսորի կողմից կատարված արդեն ավելի քան 1300 վիրահատությունների դեպքում, քանի որ այստեղ մոտեցումը այլ է ի տարբերություն այլ ռիզոտոմիաների, որ կատարվում է աշխարհում, այստեղ վիրահատությունը նա կատարում է իր կողմից մշակված հատուկ տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս ինչպես թուլացնել սպաստիկությունը, այնպես էլ պահպանել սֆինկտերի հետ կապված, այսինքն աղիների և միզելու հետ կապված խնդիրներ չառաջանան երեխաների մոտ, միևնույն ժամանակ բարելավել մկանների աշխատանքը։ Մասնագետների պնդմամբ միջամտության համար իդեալական տարիքը 3-ից մինչև 9 տարեկանն է։ Որքան վաղ է կատարվում վիրահատությունը, այնքան արդյունքները ավելի դրական են լինում։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ձեր երկրում փորձի փոխանակում իրականացնել, օգնել հայ փոքրիկներին ազատվել ցավերից։ Միասին աշխատելուց բացի նախատեսում ենք ստեղծել բուժառուների տվյալների միասնական բազա Հայաստանում և Չինաստանում, ինչը թույլ կտա ավելի խոր հետազոտություններ անել ու էլ ավելի շատ մարդկանց օգնել։ Ի դեպ, շատ կարևոր է նաև վիրահատությունից հետո վերականգնողաբանների աշխատանքը, որոնք կօգնեն երեխաներին վերաձևավորել իրենց շարժողական գործառույթները։ Ունենք երեխաներ, ովքեր որ ընդհանրապես չեն քայլում և իրենց տեղափոխում են, այդպիսի երեխաների դեպքում արդյունքները կարող են լինել այնպիսին, որ երեխաները արդեն կարողանան քայլել ինքնուրույն օգտվելով այդ սարքերից, առանց իրենց տեղաշարժելու, այսինքն իրենք կարող են նույնիսկ օրինակ պատերին հենված, այդպես կամ ինչ-որ առարկաներից բռնված քայլել, իսկ այն երեխաները, ովքեր մինչև վիրահատությունը արդեն իսկ ունեն որոշակի ինքնուրույնություն, քայլվածքի, իրենց մոտ արդեն զգալի բարելավում է։ Բժիշկը ուրախությամբ նշում է, որ հայ երեխաները, որոնք վիրահատվել են Չինաստանում, արդեն սկսել են ինքնուրույն քայլել։ Նարե Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, Լուրեր։